Բարեձայնք եթերում լուրերն են եւ ես Իննա Վերլինսկայա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Պուտինը նշել է, որ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները զարգանում են լավ տեմպերով, 2024-ին ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ $11 միլիարդ, իսկ Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումը վերջին տարիներին աճել է շուրջ 10 անգամ։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է նոր ատոմակայանի կառուցման հարցը, միաժամանակ բանակցելով նաև այլ գործընկերների հետ առավել շահավետ տարբերակ գտնելու համար։ Նա նաև ընդգծել է, որ անկախությունից ի վեր առաջին անգամ գործում է երկաթուղային կապ Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով։ Հանդիպման ընթացքում Պուտինը հայտարարել է, որ անհնար է միաժամանակ լինել ԵԱՏՄ-ի և Եվրամիության մաքսային տարածքներում, նշելով, որ դա զուտ տնտեսական բնույթի հարց է։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Մոսկվան հանգիստ է վերաբերում Երևանի Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմանը, սակայն կարևորել է հստակությունն ու կանխատեսելիությունը։ Փաշինյանը իր հերթին նշել է, որ այս պահին ԵԱՏՄ-ի և Եվրամիության հետ համագործակցության օրակարգերը համատեղելի են և քանի դեռ դա հնարավոր է, Հայաստանը կշարունակի այդ քաղաքականությունը, երբ անհրաժեշտ լինի ընտրություն կատարել, որոշումը կընդունեն Հայաստանի քաղաքացիները։ Պուտինը հայտարարել է, որ Փաշինյանի և Ալիևի ջանքերով հաջողվել է հասնել հարաբերությունների կայունացման։ Նա հիշեցրել է, որ 22 թվականին Պրահայում Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս, ինչից հետո հակամարտությունը դարձել է ներադրբեջանական հարց, և ՀԱՊԿ-ի միջամտությունն այլևս տեղին չէր։ Ռուսաստանի նախագահը նաև հույս է հայտնել, որ Հայաստանում սպասվող ընտրությունները չեն անդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, սակայն կցանկանար, որ բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում ռուսամետները, կարողանան մասնակցել ընտրություններին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը չի շարունակի Ղարաբաղյան շարժումը, քանի որ Երևանն ու Բաքուն փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, հիմք ընդունելով 1991 թվականի Ալմատիի հռչակագիրը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը 2 անգամ հրապարակավ արտահայտվել է այդ մասին։ Փաշինյանը նաև անդրադարձել է ՀԱՊԿ-ին, նշելով, որ Հայաստանը չի մասնակցում կառույցի աշխատանքներին, քանի որ 2022-ին կազմակերպության մեխանիզմները չեն գործել, չարձագանքելով իրադարձություններին ի հեճուկը ստանձնած պարտավորությունների։ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնական Բադալյանը արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանը, որտեղ Բաքուն կեղծ մեղադրանքներ է ներկայացրել 1918-ին հայկական խմբավորումների կողմից ադրբեջանցիների ցեղասպանության վերաբերյալ, նշել է, որ հակամարտության ընթացքում ձևավորված թշնամական և ոչ հավաստի նարատիվները Ադրբեջանում դեռ շարունակում են օգտագործել պետական մակարդակով։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մնացածին թեզերին և կբացառի ատելությամբ խոսքը, հիշեցնելով, որ երկու երկրների ղեկավարներն այդ մասին պայմանավորվածություն են ձեռք բերել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրում։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու շուրջ։ Նա հիշեցրել է, որ 2008-ին կնքված կոնցեսիոն համաձայնագրի ժամկետը 30 տարի է ևս 10 տարով երկարաձգման հնարավորությամբ, եւ որ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը տարիներ շարունակ պատասխանատու կերպով կատարել է պայմանագրի դրույթները, իսկ ռուսական ներդրումները ենթակառուցվածքներում գերազանցել են 30 միլիարդ ռուբլին։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Երևանը չի առարկի երկաթուղու կառավարման փոխանցումը ղազախական ընկերությանը, եթե Ռուսաստանի հետ համաձայնություն ձեռք բերվի։ Երևանը մայիսի 4-ին կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին կմասնակցեն Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավարները։ Նույն օրերին կայանալու է նաև Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոխորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահ Անդրեյ Հալիցկին հայտարարել է, որ եթե Հայաստանի ժողովուրդը հունիսյան ընտրություններում կատարի Եվրամիության օրակարգին համախուհ ընտրություն, ապա Բրյուսելը պատրաստ է սերտ համագործակցության։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ այսօր երկու մեծ այլընտրանք կա՝ Նիկոլ Փաշինյան կամ Սամվել Կարապետյան։ Նրա խոսքով, եթե հասարակությունը ցանկանում է փոխել երկրի ընթացքը, ապա պետք է ընտրի Սամվել Կարապետյանին, որը կարող է ապահովել իրական երաշխավորված խաղաղություն և տնտեսական ծրագիր մարզերը աղքատությունից դուրս բերելու համար։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցի 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին, որոշումը կայացվել է գործադիր մարմնի նիստում համակողմանի քննարկումից հետո։ Կուսակցության դիրքորոշման մանրամասները կհրապարակվեն ապրիլի 4-ին կայանալի կուսակցության 18-րդ համագումարում։ Երևանի Սուրբ Աննա եկեղեցու մարտի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարվածել փորձած 18-ամյա Դավիթ Մինասյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամսով խուլիգանության եւ պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու մեղադրանքով։ Նրա եղբայր Միքայելը եւ Գևորգ Գևորգյանն ազատ են արձակվել, վերջինիս նկատմամբ կիրառվել է 5 միլիոն դրամ գրավ։ Տարածված նոր տեսանյութում երևում է, թե ինչպես է պետական պահպանության ծառայության աշխատակիցը, որը մշտապես ուղեկցում է վարչապետին, ձեռքով հարվածում Մինասյանին։ Ձերբակալված երիտասարդը առողջական խնդիրների պատճառով հիվանդանոց է տեղափոխվել, ապա վերադարձվել քրեակատարողական հիմնարկ, ինչը պաշտպանների կողմից որակվել է որպես անհամապատասխան վերաբերմունք։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան թարմացրել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի հավաքականը նախընջել է 1 հորիզոնականով եւ զբաղեցրել 106-րդ տեղը։ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Չարբաղ թաղամասում կառուցվում է Արտուր Աբրահամյան Վան մարզադպրոց։ Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, նշելով, որ մարզահամալիրը նմանը չի ունեցել Շենգավիթում։ Բռնցքամարտիկ Արտուր Աբրահամը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը սպորտ դպրոցի կառուցման համար։ Մենք շարունակում ենք հետևել դեպքերի հետագա զարգացմանը, իսկ այժմ այսքանը։ Մնացեք մեզ հետ։